Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայն հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 3-ն է 2026 թվական։ Ազգային ժողովում այսօր նորից քննարկումներ, երկարակոտ ելույթներ, փոխադարձ մեղադրանքներ, բայց նույնիսկ իմաստ չեմ տեսնում դրան անդրադառնալ, մի հարցի ուղղակի ընթացքում կանդրադառնամ կապելով մեկ ուրիշ թեմայի հետ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին նախկինի պես հույս ունի վերականգնել ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ և պատասխան քայլեր է ակնկալում Վաշինգտոնից։ Մենք պահպանում ենք լավատեսական ակնկալիքներ, որ ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի։ Համբերատար սպասում ենք ԱՄՆ-ի կողմից ընդառաջ քայլերի։ Կոբախիձեն վերստին հայտարարել է, որ Վրաստանի ղեկավարությունն առաջարկում է Վաշինգտոնին փոխգործակցության նոր փուլ սկսել մաքուր էջից, կոնկրետ ճանապարհային քարտեզի, իրավահավասարության և փոխադարձ շահի հիման վրա։ Ինչու սկսեցի այս թեմայից։ Էնպես չի, որ Հայաստանում քիչ կան մարդիկ, ովքեր մտածում էին, որ եթե նույնիսկ Հայաստանը չլինի Եվրամիության անդամ, բայց լինի ռազմավարական դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, շահերի ընդհանրությամբ այնպիսի քաղաքականություն վարի, որ մոտավորապես Ամերիկայի համար լինի այնպիսի պետություն, ինչպիսին Իսրայելն է, մենք ինչ պրոբլեմ ունենք։ Էլ ինչ մեզ կոտորենք եվրոպական չափորոշիչներ, բարձրանանք, կամաց գնանք, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերության պարագայում, փոխշահավետ համագործակցության պարագայում անվտանգության հարցն էլ կլուծի, տնտեսական մի շարք ծրագրերի հարց կլուծվի։ Վատ չի։ Կարելի է նաև այդպես մտածել, թեպետ մենք լավ հասկանում ենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը Ամերիկայի համար Իսրայել լինել չի կարող բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Բացի դրանից, ինչպես տեսնում ենք, եթե Իսրայելի վարչապետն էլ չափը անցնում է, Ամերիկան ասում է հոպ, հասկացանք, էլ այս գիծը չանցնեց, բայց այդ ընթացքում արդեն Իսրայելի վարչապետը հասցրել էր Իսրայելի հարաբերությունները փչացնել աշխարհում շատ երկրների հետ, մտածելով դե ինչ ա եղել Ամերիկայի հետ, լավ ենք մնացածին էլ պահ, էլ ոնց կլներ, աշխարհի ամենաուժեղ երկիրը մեր թիկունքին է։ Ինչպես տեսնում եք, դա այդպես չի։ Այսինքն Իրակլի Կոբախիձեն, եթե լավ ուսումնասիրեր այսօր աշխարհում ինչ է կատարվում, պետք է հասկանար, որ եթե ինքը ունենա նորմալ հարաբերություններ Եվրոպայի հետ, զուգահեռաբար կարող է ունենալ Ամերիկայի հետ և դա իրար չի հակասի, նույնիսկ եթե Եվրոպան ու Ամերիկան որոշ հարցերում ունենան հակասություններ։ Բայց հարաբերությունը փչացնել Եվրոպայի հետ, ասել դուք Վրաստանին չեք ընդունում, դուք կանխակալ կարծիք ունեք, դուք չեք ուզում, դուք այս ինչ եք անում եւ այլ, մեղադրել ամեն ինչում Եվրոպային եւ ասել դե որ տենց է կաշխատենք Ամերիկայի հետ, առաջինը դա արդյունավետ չի լինի, երկրորդը Ամերիկան դրան չի գնա, որովհետև Ամերիկան էլ հրաշալի հասկանում է, որովհետև Ամերիկայի նախագահը, որը այսքան խառնված է տարածաշրջանում, բայց ասում էր մեզ օվկիանոսն է բաժանում, այնպես չի, որ սենց բոլորի պրոբլեմների մեջ ուզում եմ ներքաշվել։ Այսինքն սա նաև վերաբերվում է մեզ, եթե ուզում ենք Ամերիկայի հետ հրաշալի հարաբերություն ունենալ, դա կարող է լինել զուգահեռ Եվրոպայի հետ, բայց փչացնել հարաբերությունը Եվրոպայի հետ, մտածելով դրա փոխարեն մենք լավ կլինենք Ամերիկայի հետ, էլ ինչ պրոբլեմ ունենք, առաջինը դա մեր մոտ չի ստացվի, երկրորդ պրոբլեմները դրանից չի պակասի, որովհետև Ամերիկայի մենք նույնիսկ չենք կարող լինել Ամերիկայի համար այնպիսի գործընկեր, ինչպես նավթային արաբական երկրներն են, որոնք դե ի վերջո նավթ ունեն, փոխադարձ այդպիսի կապեր ու շահեր ունեն, որևէ պարագայում դա մեզ համար տարբերակ չէ, այնպես որ Վրաստանը այն ինչ որ ասում է, կարելի է ասել մի քանի տարվա հնացած մոտեցում է,
Այս մի քանի տարվա իրավիճակի փոփոխությունը, ուկրաինական պատերազմ, այն դեպքում, երբ որ Վրաստանը այդքան էլ իրան ճիշտ չպահեց ուկրաինական պատերազմի իր գնահատականներում եւ այլ, պետք է հասկանալ, որ ուկրաինական պատերազմից հետո ասել Եվրոպայի գլխով կթռնենք, Ամերիկայի հետ լավ կլինենք, թող Եվրոպան էլ իրանց հարցերով զբաղվել, առնվազն թյուրիմացությունն է, եւ այս թյուրիմացության հարցը ավելի լավ է մենք դա դիտարկենք աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատելով եւ նայենք, որ Վրաստանը դեռ մնացել է մի քանի տարի առաջվա դասագրքերով, դեռ առաջ չի գնացել, այնպես որ սա վերաբերվում է նաեւ մեզ, պետք է հստակ քայլերով գնալ դեպի Եվրամիություն եւ այդ քայլերի ընթացքում ամեն օր մեր քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգային բոլոր հարցերը ամեն հաջորդ օրը մի աստիճան բարձրացնել, ամեն հաջորդ օրը ավելի լավ վիճակում լինենք, քան նախորդ օրը։ Սա է ճանապարհը։ Իսկ այդ դեպքում իհարկե կարելի է հրաշալի հարաբերություններ աշխարհի շատ երկրների հետ։ Իսկ եթե ստացվի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ փոխշահավետ համագործակցություն կլինի ուղղակի իդեալական, բայց ի հաշիվ Եվրոպայի կամ Եվրոպայի, այսպես ասած, ինադու, դե որ դուք չեք ուզում Վրաստանին, մենք էլ կգնանք Ամերիկա, դա չի աշխատելու։ Առավել ևս, որ Եվրոպան լավ էլ ուզում էր, ճանապարհը բացել էր, անդամության փաստաթղթերը պատրաստած, սպասում էր ընդամենը մի քանի քայլ անելուց հետո դառնալ անդամ։ Էլ Եվրոպայի աստծուց կրակ էիք ուզում։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ սա մեզ համար նաև ուրիշի օրինակը նաև մեզ համար դաս է։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարվում, ամենակարևոր իրադարձությունը դա ուկրաինական ֆրոնտն է, որովհետև դա լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ է ունենալու, այնպես որ գնահատենք, տեսնենք ինչը։ Wildberries լոգիստիկ օբյեկտում Վլադիմիր քաղաքում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հիմա մոտարապես պատկերացրեք աչքաչափով մի 500 կիլոմետր։ Ինչ եք կարծում 1400 կիլոմետրի վրա խփող ուկրաինական դրոնները 500 կիլոմետրի վրա չէին խփելու։ Այսինքն դուք տեսնում եք, չէ, որ որևէ մեկը չի պատրաստվում պաշտպանել։ Մանավանդ որ գիտեն, այդքան ապրանքների կորուստ, հասկանում են, որ այդքան փոխհատուցում, եթե տա Wildberries-ի տնօրենը, սեփականատերը կարողանա այդ գումարները տա, հետագայում ինքն է դառնալու բանկրոտ, մի պահ կանգնելու ասելի վիճակի չեմ վճարել, այդ ժամանակ արդեն բանկային համակարգը շատ լուրջ պրոբլեմա ունենալու Ռուսաստանում։ Եվ այս պարագայում իշխանությունները հրաշալի հասկանում են, թե ինչ պրոբլեմի առաջ են իրանք կանգնելու, եթե սա հենց ավարտեց Ուկրաինան, հաջորդը խփելու է օզոնին, մյուս անգամ շորագալու նորից խփել նավթավերամշակման գործարաններին, չգիտես հաջորդը որը կլինի, որովհետև պարբերաբար ասում են, որ հիմա Ուկրաինան խաղում է սպիտակներով եւ ինքն է այդ հարվածները հասցնում, մինչեւ Ռուսաստանը կողմնորոշում է, որի հարցը լուծի, ինչ որոշում կայացնի, որ նավթավերամշակման գործարանները պաշտպանի, խփում են Wildberries-ին, մինչեւ որոշեն Wildberries-ի հարցը օրենքով կանոնակարգին ինչ են անում, ու վրա ուզում ես այդ փողը գցի, այդ փողը ի վերջո պակասելու է, եթե պակասեց բանկային համակարգն է պրոբլեմ ունենա, որովհետև այդ գործընթացի այս ծայրն էլ, այն ծայրն էլ բանկերից վարկեր են վերցրել հսկայական թվով, միլիարդավոր դոլարների, ոչ թե ռուբլիների, այնպես որ պատկերացնում եք վիճակը։ Չնայած այնպես չի, որ նավթավերամշակման գործարաններին չի խփում Ուկրաինան, լավ էլ նրան էլ է խփում։ Իհարկե պատասխան հարվածներ տալիս է Ռուսաստանը արդյունավետության առումով խիստ անարդյունավետ է այդ հարվածները, որ Ռուսաստանն է հարվածում, իսկ Ուկրաինան կոնկրետ նպատակային է խփում։ Իսկ հիմա նայենք, թե ինչ լացուգոծ են դրել Ռուսաստանից Ուկրաինայի հետ կապված։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Եվրոպայի կենտրոնում գործում է ահաբեկչական ավազակախումբ, որը զավթել է Ուկրաինայի պետական ապարատը, այ մորդ։ Ահաբեկչության հովանավորները նատոական երկրներն են։ Ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը հռչակում էին զրոյական հանդուրժողականություն ահաբեկչության նկատմամբ։ Այժմ նրանք իրենք են դարձել միջազգային ահաբեկչական գործունեության մաս։ Ինչից է առաջացել այս սենց ծանր գնահատականները,
Այսօր Ռուսաստանի Դաշնության Գելենջիկ քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է մոտ 40 հոգի, կան նաև զոհեր, մի պահ ասին 6 հոգի, հետո ասին կարող ավելանալ եւ այլ եւ այլ։ Այո, շատ վատ է, ցավալի է, մարդիկ են զոհվել, գնացել են ծովափում իրանց համար, հա, բայց էսենց որ Զախարովան ներկայացնում է, առաջինը պատերազմը սկսել է Ռուսաստանը, իսկ ինքը հեչ պակաս հարվածներ չի հասցրել։ Այսինքն մենք որ հարվածում ենք, անգամ հիվանդանոցին ենք երեխաների հարվածում, անգամ երեխաների խաղահրապարակին ենք հարվածում, դա կարելի է, դա Ռուսաստանն է, ժողովուրդ ջան, բայց այ եթե Ռուսաստանին պատասխան հարված տան, այս ինչ սրիկայություն է, այ մարդ, չեք ամաչում, դրա համար հայտնի արտահայտություն կա, ասում է սատանան էլ որ նեղն է անգնում, Աստվածաշնչով է պաշտպանվում, բացում է մատը թքոտում, թերթում ասում է բաստեղ գրած չի, բայց ինչի եք նեղը գցե, խնդրեմ, տեսեք ինչ է, այո ժողովուրդ ջան, հիմա Ռուսաստանը ասում է այ բարեկիրթ եվրոպացիներ, Էս ինչ եք դուք թույլ տալիս, մենք որ սպանում ենք, հասկացանք, մենք ռուս ենք, մենք պետք է սպանենք, բայց մեզ ինչի եք սպանում, բայց հետո մոռանում են մի բան, իսկ իրոք նպատակային է դրոնը եկել խփել էր ծովափում հանգստացողների, ակնհայտ է, որ այդպիսի հարվածներ Ուկրաինան չի հասցնում, եւ Ուկրաինան ապացուցել է, որ իր դրոնները պատահական հարվածներ չեն հասցնում, եթե հազարավոր կիլոմետրերի վրա նպատակային կետային հարված է հասցնում, ինչի պետք է նա Գելենջիկում խփեր քանի կիլոմետր է սահմանից, Գելենջիկում խփեր, այն էլ գար բանաներ, կպներ ծովափին, ակնհայտ է, որ դա կարող է լինել պատահականություն, ես չեմ փորձում արդարացնել, ես դա ենթադրում եմ, որովհետև դա իրենց ոճը չի, բայց ուրիշ բան, Զախարովան մոռացել է, որ այն ինչ որ իրանք հիմա ասում են, թե ինչա տեղի ունեցել, Ռուսաստանում մտենց դրոն չկա, որ ուկրաինական գա խփի, ռուսները չնկարել, եւ այդտեղ ակնհայտ երևում է, որ այդ դրոնը եկել է, հակաօդային պաշտպանության համակարգը հարվածել է, հարվածելուց հետո արդեն բեկորներն ընկել են ծովափի վրա, իսկ դա նկարել են ռուսները ժողովուրդ ջան, ինչի եմ ասում, որ դա օրիգինալ է, դա հնարավոր չի ոչ արհեստական ինտելեկտով ստանալ, ոչ էլ որևէ մոնտաժ անել, ինչու, որովհետև բոլոր նկարողները Ռուսաստանում այնպիսի բառապաշար ունեն հայհոյախառն, այնպես բնական հայհոյախառն իրանք պատմում են, լա տեսեք այս դրոնը ոնց է գալի, ոչ մի արհեստական ինտելեկտ, այտենց բնական հայհոյախառը չի կարող ներկայացնի, այն իրավիճակը, ոնց որ ռուսը նկարելուց ներկայացնում է, միանգամից հենց իրանք նյութը տալիս են, եթե գիտես, որ դա իրական ռուսական նկարած է, մի քանի տեղից նկարել են, ժողովուրդ ջան, թե ոնց է այդ դրոնը օդում խփում հակաօդային պաշտպանության հրթիռը, որի արդյունքում բեկորը ընկնում է ծովափի վրա, եթե նույնիսկ դա այդպես էլ չի, ով հաստատ Մարիա Զախարովան չի, որ պետք է Ուկրաինային մեղադրի, երբ որ այս պատերազմի արդյունքում այդքան խնդիրներ են ստեղծել Ուկրաինայի համար, այդքան զոհեր ու ավերածություններ, բայց նույնիսկ այս պարագայում այնքան փնթի են չեն էլ հասել նրան, որ իրանց ժողովրդին ասեն գոնե մեզ խայտարակ մի արեք, էլի, ժողովուրդ ջան, մի նկարեք էլի գցեք համացանց, որ մարդիկ տեսնեն, որ այդ դրոնը եկավ, շատ ամփույթ ձևով դրան հարվածեցիք, այդ ինչի էիք հարվածում այդքան մոտիկ ծովափին, ավելի շուտ չէիք նկատել, չէ, դե որտեղից նկատեք որ, դες դա անդաղ գալիս է, դուք ոնց պետք է նկատեիք, սա է վիճակը, ժողովուրդ ջան, այս այն երկիրն է, որը պահանջում է բարեկիրթ վերաբերմունք, երբ որ ինքը հարձակվել է իր հարևանի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի Ուկրաինան առավելագույն ջանքեր կգործադրի Ռուսաստանի հետ պատերազմը մինչև ձմեռ ավարտին հասցնելու համար։ Զելենսկին նախանշել է հետագա գործողությունների քայլաշարը, որը պետք է ստիպի Ռուսաստանին հնարավորինս արագ խաղաղության գնալ։ Զելենսկին նշել է, որ առայժմ հնարավոր չէ 100%-անոց վստահությամբ ասել, թե հատկապես երբ արդյունք կտան բոլոր դիվանագիտական ջանքերը։ Ռուսաստանի դեմ ուկրաինական հեռահար պատժամիջոցները միջին հեռահարության հարվածներն ու միջազգային գործընկերների կողմից իրականացվող պատժամիջոցային ճնշումը։
Այսինքն ակնհայտ է, որ եթե մինչև ձմեռը ավարտվի, իհարկե լավ, որտեղ ձմեռը շատ դաժան է լինել, իդեպ ոչ միայն Ուկրաինայի համար, նաև Ռուսաստանի համար ոչ պակաս, եւ արդյունքում եթե բավական լուրջ կոնկրետ հարվածներ հասցնելու արդյունքում պատերազմը շարունակելը դառնա անիմաստ, իհարկե կարելի է մինչև ձմեռ հասնել խաղաղության, մանավանդ որ Ուկրաինան չի ասում, հասնում ենք խաղաղության, հենց մի ամբողջ տարածքից դուրս եկեք, որտեղ կանգնած ենք, այդտեղ կանգնում ենք։ Դրանից ավել Ռուսաստանին ի՞նչ է պետք։ Պետքա տանի երկիրը քանդի, պետքա տանի երկիրը քայքայի, ի՞նչ է պետք դրա համար որ անի։ Իդեպ մինչև իրանական թեմաներին անցնելը, ես որ ասում եմ նաև ուկրաինական թեմայի հետ կապելով, ասեմ այսօր ազգային ժողովում պարբերաբար խոսում են ուժեղ Հայաստանի հիմնական ասելիքը 300,000 ադրբեջանցի գալու են Հայաստան եւ այլ, այսօր են խոսում ադրբեջանցիների գալը սահմանափակել եւ այլ։ Եվ իշխանություններն էլ մեղադրում են, ուր այդ ադրբեջանցիները ինչ եք ասում, այս ձևով։ Նախ 300,000 ադրբեջանցու թեման Հայաստանի օրակարգ Ադրբեջանն է մտցրել, այնպես չի որ Հայաստանում են մտցրել։ Կարող են Հայաստանում շահարկել, բայց հաստատ իրանք չեն մտցրել։ Ադրբեջանն է մտցրել, իրանք սիմպոզիումներ են անում, գրքեր են տպագրում, քարտեզներ են տպագրում, հազար ու մի հարց է ու պետական մակարդակով միջազգային համաժողովներ են անցկացնում, բացի դրանից դեռ անցյալ տարի Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ պետությունները Ստամբուլում միաձայն քվեարկեցին, որպեսզի Հայաստանը դատապարտեցին Հայաստանին, թե ինչու չէ ապահովում 300,000 ադրբեջանցիների վերադարձը։ Այսինքն դա այնպես չի, որ դա քայլեր չի արվում է, բայց երբ որ այստեղ այդ մասին ամենաշատ խոսում է մի ուժ, որը որ ամենաշատ մեղավորն է, նույնիսկ նոր ամտե քաղաքականություն, բայց ամենաշատ մեղավորն է այդ ամենի, հիմա ես կբացատրեմ ինչու։ Տեսեք, երբ որ մի բան կատարվում է, ես մասնագիտությամբ տնտեսագետ լինելով ասում դե լավ, այս իրավիճակը, որը ինչ որ աշխարհում կատարվում է, Անտարկտիդայում կկատարվի, Գրենլանդիայում կկատարվի, կապ չունի։ Եթե ինչ որ մի բան հայկական շահի տեսանկյունից հարմար է, ես անմիջապես դրա մասին ոչ միայն այդ ինֆորմացիան ձեզ ներկայացնում եմ, այլև այդ ինֆորմացիայի մասին ասում եմ իմ մեկնաբանությունները, որ ժողովուրդ ջան, սա շատ հետաքրքիր բան կա, նախադեպային, որ մեզ շատ օգտակար է։ Եթե ինչ-որ մի բան վտանգավոր է այդ նախադեպը, որտեղ կա, անմիջապես զգուշացնում եմ, որ տեսեք, այսպիսի վտանգ կա, մենք ինչպես կարող ենք դրա դեմը առնել։ Այսինքն ցանկացած քայլ Հայաստանի շահի տեսանկյունից, այսպես ասած, մասնագիտորեն դեբետ կրեդիտ անես, ասես լավ, եթե ես ասեցինք, բասրատակից ո՞նց ենք դուրս գալի։ Չէ որ մեկը բա որ հարց տա, ասի այս բանը այսպես է, բա ինչ ենք ասում։ Հիմա ասեմ ինչի նկատի ունեմ։ 4 երկրներ որոշեցին դառնալ Եվրամիության ասոցիացված անդամներ՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան։ 2013 թվականի նոյեմբերի 28-ի եւ 29-ի երկու օրեր անցկացվելու Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է այդ 4 երկրները ստորագրեին ասոցիացման համաձայնագիրը Հայաստանի պարագայում նաեւ դրա անբաժանելի մաս հանդիսացող խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։ Բայց մենք հիշում ենք, որ հարցը նոյեմբերի ինչը հասավ, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը թռավ ռուսների գիրկը մտնելով մաքսային միություն։ Բայց ինչ տեղ ունեցավ մյուսների համար։ Մոլդովան եւ Վրաստանը ստորագրեցին երկրորդ օրը նոյեմբերի 29-ին։ Իսկ ինչ արեց Ուկրաինան։ Ուկրաինան նոյեմբերի 21-ին մեկ շաբաթ առաջ գագաթնաժողովից առաջ։ Եթե Հայաստանը սեպտեմբերին, նրանք նոյեմբերի 21-ին հրաժարվեցին, այսինքն, որ իրանք չեն պատրաստվում ստորագրել ասոցիացման համաձայնագիրը։ Այդ քաղաքական բլոկը անգամ, բայց չմոռանանք, Ուկրաինան բանակցում էր ասոցիացման անդամ դառնալու հարցում 2007 թվականից։ Բանակցություններն ավարտվել են 2012-ի վերջ, փաստաթուղթը 5 տարի քննարկվել եւ որոշումը կայացվել է, այսինքն եւ գործադիրը եւ օրենսդիրը դրա վրա աշխատել են, վերջնական տեսքի է բերված եւ վերջի պահին Ուկրաինան հրաժարվեց դրանից եւ ինչ տեղի ունեցավ, ժողովուրդը լցվեց փողոց, հայտնի Եվրոմայդանը,
որ ես ինչ ես անում, որովհետև մեղադրանքը Յանուկովիչին Վիկտոր միանգամայն արդարացված էր, որտեղ եթե ժողովուրդը դեմ լիներ Եվրոասոցիացիային, այն այդ ժողովուրդը ավելի շուտ փողոց կլցվեր, մանավանդ իրանք լավ էլ սովոր էին, ընդհակառակը իրանք գիտեին, որ երկիրը գնում է ճիշտ ճանապարհով եւ խրախուսում էին ամեն ինչ, բացի այդ գլխավոր ռադան բոլոր հարցերը այդ ամեն ինչը համահունչ կառավարության հետ արել էր։ Այսինքն ժողովրդի ընդվզումը միանգամայն օրինական էր։ Իսկ ինչ արեց Ռուսաստանը, ասես դուք իշխանությունը զավթել եք, թե քեզ ինչ իշխանությունը զավթել են, թե չեն զավթել։ Դու Ուկրաինայի հետ որ կնքել ես տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստաթղթեր, այդ թվում նաև միջազգային Բուդապեշտի մեմորանդումը նկատի ունեմ 94 թվականի դեկտեմբերի 5-ին։ Ինչա դու ընդեղ գրածա վերապահումով, որ եթե հանկարծ Ուկրաինայի ղեկավարի բնավորությունը դուրս չգա, ուրեմն մենք չենք ճանաչում իր տարածքային ամբողջականությունը։ Քեզ ինչ թե ինքը իր տարածքում ինչ է անում։ Կամ ով է ասել, որ իրանք իշխանությունն են զավթել։ Ժողովուրդը լցրել է փողոց եւ դրա արդյունքում ձևավորել իշխանություն։ Բայց Ռուսաստանը դա առիթն օգտագործեց եւ մտավ Ղրիմը օկուպացրեց։ Եվ հիմա ի՞նչն է հարցը։ Հայաստանում շատ մարդիկ ասում են, «Դա Ղրիմը ռուսական չէր»։ Ինչ եք զարմանում։ Իրաններ գնաց վերցրեց։ Այսինքն, բացի դրանից, ոչ միայն շարքային քաղաքացիներն են մինչև հիմա ասում են նաև Սերժ Սարգսյանը ողջունում էր Ղրիմի օկուպացիան, որի մասին ես այն ժամանակ ասում էի, «Էս ինչ եք անում»։ Ռուսաստանի նկատմամբ Եվրոպան սանկցիա է կիրառել արդեն 14 թվականին։ Դուք հիմա Եվրոպան սանկցիա է կիրառել իր քաղաքացին տուժում է, որովհետև բավական լուրջ ապրանքաշրջանառություն կար, աշխատանք կար Ռուսաստանում, ներդրումային հազարով մի ծրագրեր կար, շատ փոխշահավետ համագործակցություն էր Ռուսաստանի հետ։ Այդ ամեն ինչից Եվրոպան հետ քաշվեց, սանկցիաներ կիրառեց, որտեղ դու օկուպանտ ես։ Հիմա եթե Հայաստանը ողջունում է Ղրիմի օկուպացիան, դա նշանակում է ինքը դեմ է գնում Եվրոպային։ Վաղը լացուկոսները դնում եք, ասում եք, բա Արցախի պատերազմի ժամանակ Եվրոպան չօգնեց, բա դուք օկուպանտի կողմից էիք, ինչ էիք ուզում Եվրոպայից։ Ինչու համար եմ սա հիշացնում։ Երբ որ Հայաստանում գտնվում են մարդիկ, որոնք ասում են, բա Իրաններ վերցրել է, միանգամից հարց է ծագում։ Այդ հանրաքվեն օրինական է անցել, ասում են, հա բա ինչ ա եղել, հանրաքվե արել։ Ու որ օրենքով է անցել, Ուկրաինայի տարածքում հանրաքվենով է արել, ասում է Ռուսաստանը։ Գնացել է, օկուպացրել է վարչական շենքերը, զինաթափել է բանակին, զինաթափել է ոստիկանությանը եւ ռուսական օրենքներով կամ ընդհանրապես առանց օրենք հանրաքվե է անցկացրել։ Ով է ամփոփել, ովքեր էին հանձնաժողովում, ինչ ռեժիմով է դա արվել, հասկանում եք, չէ՞ որ դա անօրինական է։ Ասում են, հալավ անօրինական է, անօրինական չի։ Բա այդ ռուսներինը չէր Ղրիմը։ Հարգելից մի րոպե, Ղրիմը հազարամյակների պատմություն ունի։ Ռուսաստանի կազմում թողեղացելի հարյուրամյակներ։ Լրիվ օրինական խորհրդային միության կազմից Ղրիմը անցել է Ուկրաինայի խորհրդային միության մի հանրապետությունից մյուսին։ Անօրինական դա չի եղել։ Դրանից հետո Ռուսաստանը մի քանի փաստաթղթով ճանաչել է տարածքային ամբողջականություն Ուկրաինայի, վերջ այդ հարցը փակված է։ Եթե Հայաստանի որևէ քաղաքացի ասում է պատմականորեն դա Ռուսաստանի նա ինչ կապ ունի, թե ինքը ճանաչել է, կամ էլ թե չի ասում է հանրաքվե է եղել, որ գիտես, որ դա անօրինական է եղել, այսինքն ինքը նույնիսկ չի հասկանում, չնայած շատերը լավ էլ հասկանում են, որ իրանք դրանով, եթե պաշտպանում են Ռուսաստանի իրավունքը օկուպացնել Ղրիմը, դուք դրանով աջակցում եք Ադրբեջանին, որ գա Մեղրին վերցնի, բարդ է այդքանը հասկանալ։ Իսկ եթե ինքը կանգնում ասում է ինչի պետք է տանկերով գա, այնա մեքենաներով կգամ իմ պատմական տարածքը, արևմտյան Ադրբեջան, ժամանակին դա իմն է եղել, իմ հայրենակիցները պետք է գան այդտեղ ապրեն։ Եթե հիմա վաղը ինքը դժգոհ համնում կամ աշխարհաքաղաքական վայրիվերումների ժամանակ տեսնում է իր համար բարենպաստ է եւ ինքը զորք է մտցնում Մեղրին վերցնելու եւ այդ ընթացքում հետնել ադրբեջանցի է բերում, որոնք Մեղրիում ապրել էին, բերում է եւ հանրաքվե է անում Ադրբեջանի օրենքով եւ հայտարարում է, որ Մեղրին ցանկանում է միանա Ադրբեջանին։ Հիմա դուք պետք է ասեք դա օրինական էր։
Բա որ ասեք օրինական չէր, մարդիկ պետք է ասեն, բանույնն արել է Ռուսաստանը։ Ադրբեջանն էլ ասում է իմ տարածքն է, Ռուսաստանն էլ ասում է Ղրիմն է իմ տարածքը։ Ադրբեջանն էլ ասում է, թե Ռուսաստանի արած հանրակրվեն օրինական եք համարում, իմը ինչի օրինական չեք համարում։ Այսինքն նրանք ում որ թեստային հարցը տալիս ես, ասում ես ումն է Ղրիմը, նա ասում է Ղրիմը ռուսական է, նա ասում է Մեղրին Ադրբեջանինն է։ Այն մարդիկ, ովքեր կրակոտ խոսում են, պետք է կանխել, որ ադրբեջանցին չմտնի Հայաստան, եթե դու գտնում ես, որ օրինական ձևով է Ռուսաստանը Ղրիմը վերցրել, դու ես հենց աղոհացով դիմավորում ադրբեջանցուն Հայաստանում։ Կանգնեք եւ հարցը տվեք։ Ես պատահական չի օրինակը բերեցի, եթե ես մի բան ասում եմ, մտածում եմ, բա որ այդ հարցը ինձ տան, ես ինչ եմ ասելու։ Եթե ես 14 թվականից համառորեն ասում եմ, որ չի կարելի ճանաչել Ղրիմի օկուպացիան, վաղը դա մեր քթից է գալու, այսօր դուք տեսնում եք դա, ու ես չեմ կասկածում, որ եթե Ադրբեջանը զորք մտցնի Հայաստան, Հայաստանի վարչապետը հանձնարարություն է տալու այդ զորքի դեմը կանգնել։ Ոչ, կասեն զորքին կանգնացրեք, աղոհացով էլ դիմավորեք, մինչև ինքը սրտիկը վերցնի, նստի ինքնաթիռ, թռնի գնա ադրբեջանցիների խալին փռի դիմավորի։ Չկասկածեք, որ ես չեմ հավատում, որ իրանք ուժ կկիրառեն։ Այսինքն ինչ է ստացվում։ Իշխանություն, որը Ադրբեջանի դեմ ուժ չի կիրառի, եւ մի ընդդիմություն, որը իր գոյությամբ արդարացնում է օկուպացիան։ Իսկ այդ դեպքում հարց են տալի. ոնց ես դու ասելու Ղրիմի օկուպացիան օրինական է, Մեղրիինը օրինական չէ։ Ոչ, ես գիտեմ, որ ասում եմ օրինական չէ, եւ նա, առավել եւս ուշադրություն, Ռուսաստանը ճանաչել է Ուկրաինային։ Ռուսաստանը ոչ միայն ճանաչել է նրա տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Ընդամենը Ալմատիի փաստաթղթով ասել են ճանաչում ենք անդամների տարածքային ամբողջականությունը, վերջ, ընդհանրական, իսկ որևէ իրավական պարտավորություններ ու հետևանք ունի Ալմատիի հռչակագիրը երկու պետության հարաբերություններում, բացարձակ ոչ։ Այդ հիմա դրա համար Փաշինյանն ասում է գոնե խաղաղության փաստաթղթում բերեք ամրագրենք, որ իրանք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բերեք սահմանազատում անենք, որպեսի մենք սեփականության վկայական ստանանք Ադրբեջանից, որովհետև եթե Ադրբեջանը մեր տարածքը չի ճանաչում, ուրեմն մեր տարածքը սեփականության վկայական չունի։ Ես չեմ հորինում, չէ, դա մեր վարչապետն է ասել, չէ, ժողովուրդ ջան։ Այսինքն նշանակում է Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, Ադրբեջանը հայտարարում է, որ դուրս եկած մարդիկ պետք է հետ գան, Ադրբեջանը հայտարարում է, որ արևմտյան Ադրբեջանը դա Հայաստանի տարածքն է, պատմականորեն մեր տարածքն է, տվեք մեզ, այլապես կմտնենք տանկերով։ Բայց մենք ուզում ենք մտնենք մեքենաներով։ Իսկ դուք այդ դեպքում, երբ որ Հայաստանը այդպիսի քայլի գնա, մտածում եք ով պետք է մեր շահերը սպասարկի։ Մենք Ռուսաստանի տիրույթում մնալով Եվրոպան պետք է մեր համար գա կռիվ տա։ Թե Ամերիկան, Ամերիկայի համար ինչ տարբերություն։ Այս կողմը Ադրբեջանն է, Մեղրին Ադրբեջանը լինի, Նախիջևանը Ադրբեջանը լինի, իր գծերը դրանից տուժելու է։ Այդ մեզ է հետաքրքրում, որ Եվրոպային ասենք այս կարևոր ստրատեգիական դիրքում դու պետքա լինես, հյուսիսը հարավի, արևելքը արևմուտքի հետ կապող օղակը մենք ենք լինելու, ու քու շահերից չի բխում, որ այդ արանքում չլինի մերպես պետություն, որը այդ ամեն ինչի կապող օղակը լի, որովհետև պլացդարմը Եվրոպայի համար Հայաստանն է, ոչ թե Նախիջևանը կամ Ադրբեջանը։ Մենք դա կարող ենք ապացուցել եւ կարող ենք այդ ուղղությամբ քայլեր անել եւ միջազգային հանրությանն էլ ասել, իրավունքը մեր կողմից է։ Իսկ ինչ է, երբ որ Սիրիա մտավ, Թուրքիայի աջակցությամբ մտան Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտեց, թե Եվրոպան, ժողովուրդ ջան։ Երկուստ էլ ուրախացան, ասեն հազիվ Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունից դուրս եկավ։ Այսինքն չգերագնահատենք Եվրոպայի եւ Ամերիկայի աջակցությունը։ Մենք պետք է հասկանանք, իսկ մենք մեր համար ինչ ենք անում։ Մենք մեր համար այն ենք անում, որ նա, ով գտնում է, որ Ղրիմը օրինական է Ռուսաստանը վերցրել, նա օրինականացնում է Ադրբեջանի ագրեսիան, ժողովուրդ ջան։ Հիմա ցանկացած մարդ կարող է հանգիստ այդ մարդկանց հարց տա, ասի, որ ձեզ կոտորում եք, որ իբր թե պաշտպանում եք, որ հանկարծ ադրբեջանցիները չգան Հայաստան։ Դուք օկուպացիան արդարացնում եք, չէ՞։
Բայց այդ օկուպացիան արդարացնում եք, ո՞նց եք կանգնելու Ադրբեջանին ասել, այ ռուսական օկուպանտին արդարացնում եմ, բայց քո արածը լավ չի։ Ռուսաստանը Ուկրաինայից ավելի մեծ, Ադրբեջանն էլ մեզանից։ Ասեք, որ հիմնավորումով պետք է ապացուցես, որ Ադրբեջանը դա չպետք է անի։ Այո, պետք է ժողովուրդը պինդ կանգնած լի, մարտական ոգին տեղը լի եւ թույլ չտա, որ իշխանությունները խաղեր տան։ Բայց եւ միևնույն ժամանակ պետք է թույլ չտալ, որ այդ էմոցիոնալ խոսակցությամբ, թե իբր թե իրանք մտածում են, որ ադրբեջանցիները չգան Հայաստան, իրանք արդարացնելով օկուպացիան, իրանք կանաչ լույս են վառում Ադրբեջանի գալու համար, որովհետեւ միջազգային հանրությունից շատերը պետք է ասեն, Ժողովուրդ ջան, մեզանից ինչ եք ուզում։ Մենք առավոտից իրիկ ու մեր հարկատուի բերանից կտրում ենք, տալիս ենք Ուկրաինային, որ Ռուսաստանի դեմ կռվի։ Դուք օկուպանտի արածը արդարացնում եք, մեզանից ինչ եք ուզում։ Այս սրա մասին է, Ժողովուրդ ջան։ Այդտենց էմոցիոնալ կրակոտ խոսում են, ինչի իշխանությունները հենց այդ իմ ասացի ձևով չեն հակադարձում, որտեղ մի բարի պտուղն էլ իրանք չեն, որ հակադարձեն։ Այդ մենք պետք է անենք, ով պետք է անի։ Հասարակությունը պետք է անի։ Ասել եմ տարի պատասխան դուր։ Մի հատ հրապարակային գործիչ կար, ասեց Կրիմ նաշ, որտեղ հասկանում էր, որ մենք էլ ենք ռուսներին, դե Ղրիմը մերն է, էլի։ Հասկացանք, իր քաղաքական կարիերան դրանով ավարտվեց, անկեղծ ասած դեռ չսկսած։ Բայց ինչա, մյուսներն այդպես չեն մտածում, այդ ռուսամետ խորհրդարանական ընդդիմությունը այդպես չի մտածում, բա գնացեք հարց տվեք, մի հատ տեսեք։ Սա Ուկրաինայի օրինակով, եթե մի բան կա մեր շահերից է բխում, Ժողովուրդ ջան, ուրեմն մենք դա պետք է առաջ տանենք, աշխարհին էլ ասենք, այ նախադեպը տեսնում եք։ Ինչի եք ձեզ կոտորում Ուկրաինայի համար։ Մենք ինչով պակաս քաղաքակիրթ նորմալ երկիր չենք։ Կարող եք բացատրել, ինչու մեր կողքին չեք։ Մարդիկ էլ ասում են, որովհետև դու օկուպանտի կողքն ես։ Որն է մեր փաստարկը։ Իմ փաստարկը պարզ ձեզ ասեցի, կսիրես Ուկրաինային, չես սիրի, կսիրես Զելենսկուն, չես սիրի, մեր շահերից է բխում, որ Ղրիմը օկուպացված է։ Վերջ։ Ով որ դա այդպես չի ընդունում, դա արդարացնում է Ադրբեջանի ագրեսիան, լա մենակ մեղրին ենք ասում։ Հիմիկվա մինչև հիմա արած ագրեսիան արդարացնում։ Ու պետք չի ասել մենք որ գանք, էս կանենք։ Դուք արդեն հիմա դեռ իշխանության չեկած Ադրբեջանի օրակարգն եք սպասարկում։ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի, Իրանի։ Իրանը մտադիր չէ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը վերադարձնել այն վիճակին, որը գոյություն ուներ ռազմական սրումը սկսվելուց առաջ։ Իրանի եւ Օմանի միջև ջրային ուղու վերաբերյալ բանակցություններն ուղղակիորեն կապված չեն դրա բացման կամ փակման հարցի հետ։ Նեղուցով երթևեկության սահմանափակումը դարձել է ԱՄՆ-ի դիվերսիաների եւ Իրանի ռազմածովային շրջափակման հետևանք։ Իսլամական Հանրապետությունը գործում է ելնելով ազգային շահերից եւ անվտանգության նկատառումներից եւ չի փոխի իր որոշումները սպառնալիքների ու ճշմարտ ազդեցության տակ։ Այսինքն սա նաեւ ուշադրություն դարձնենք, չգերագնահատենք Ամերիկայի աջակցությունը, առավել եւս որ անվտանգային առումով Ամերիկան մեզ ոչինչ չի խոստացել։ Նույնիսկ թրիփի դեպքում անվտանգային երաշխիքներ չի տվել։ Իսմայիլ Բաղային շարունակում է. Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում Միացյալ Նահանգների հետ եւ Օմանի հետ բանակցությունները կենտրոնացված են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ համաձայնության գալու վրա։ Քանի դեռ շարունակում են ծովային շրջափակումը եւ Միացյալ Նահանգների գործողությունները, Հորմուզի նեղուցում որևէ էական բան տեղի չի ունենա, ասել է Բաղային։ Այսինքն հերթական անգամ իրանք ասում են, մենք Ամերիկայի հետ չենք բանակցում։ Այն դեպքում հերթական անգամ Դոնալդ Թրամփը խոսում է բանակցությունների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր կկայանան Իրանի հետ բանակցությունները, սակայն հրաժարվել է համաձայնության հասնելու համար վերջնաժամկետ սահմանել։ Հենց այսօր Իրանը հերքում ասում է, տենց բան չկա։ Մենք ուրիշ թեմայով ենք խոսում Օմանի հետ, Հորմուզի նեղուցի հետ կապված։ Թրամփը հայտնել է, որ բանակցությունները կսկսվեն երկուշաբթի կեսօրից հետո, սակայն չի հստակեցրել, թե որտեղ են դրանք անցկացվելու եւ ովքեր են մասնակցելու դրանց։ Թե դրա գաղտնիքը որն է, եթե մի կողմը Իրանն է, Իրանն ասում է ես չեմ մասնակցում, բա ով է մասնակցում։
Ես կնախընտրեի գործարք կնքել, ես չեմ ձգտում մարդկանց սպանել, որովհետև մարդիկ են մահանում, շատ մարդիկ են մահանում և մենք դա չենք ուզում, ի պատասխան ասել է Տրամփը։ Դա լինելու էր զանգվածային հարձակում, նրանք խնդրեցին չանել դա, ասացին խնդրում եմ մի արեք։ Նրանց հարևաններն էլ նույն ասացին։ Մենք պարզապես տեսնելու ենք կարող ենք գործարք կնքել, թե ոչ, եզրափակել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն ինքը վստահ էլ չի, որ այդ հարցը կարողանում է լուծել, վստահ չի, որ համաձայնության կգան։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Թեհրանն ունի տեղեկություններ, որ Կիևը դիտավորյալ է հարվածել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին։ Հստակ ապացույցները, այդ թվում Զելենսկու հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ուկրաինան դիտավորյալ է հարվածել իրանական նավի։ Թեհրանը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի Կիևը պատասխան տա արածի համար։ Հարվածը եղել է հուլիսի 25-ին, ինչպես տեսնում եք 6 օր ընդեղից 3 օրստեից 9 օր է, Իրանը դեռ դժգոհում է, ես պատասխան եմ տալու, ես եմ անելու, են եմ անելու, հեռախոսով խոսել են, Ուկրաինայի արտգործնախարարն է խոսել Իրանի արտգործնախարարի հետ եւ բացատրել, որ Ռուսաստանին օգնելու պարագայում մենք դա պետք է այդպես վարվենք, եթե հատուկ նպատակը քեզ խփելը չի եղել, կանխելն է եղել այդ հարցը, բայց մեկ անգամ եւս ուզում եմ ասել, Իրանը ինչքան ուզում է հոխորտա, Իրանը եթե Ուկրաինային հարված հասցրեց, դրանով ինքը ներքաշվելու է պատերազմի մեջ, Ուկրաինան էլ անմիջապես Ամերիկային ասելու է պատրաստ եմ քեզ ագրեսիվ ձևով օգնելու Իրանի հետ կապված հարցերում։ Իսկ Ուկրաինան եթե որոշի Իրանի հետ կապված հարցերում օգնել, իսկապես կարող է արդյունավետ օգնել։ Համենայն դեպս այս ակլորանալը, որ Իրանը անում է, թվում է թե պատերազմի մեջ ներքաշված Ուկրաինան, որին էլ Ամերիկան է օգնում, այդ ինչ պետք է կարողանա անի Իրանի դեմ, երբ որ Ռուսաստանի դեմ պայքարի մեջ է հիմա։ Այո, կարող է անել եւ որակապես այլ ձևով անել, դա է պատճառը, որ համենայն դեպս պետք է լուծում գտնի Իրանը դեմքը փրկելու համար անընդհատ բողոքում է, դժգոհում է, էս եմ անելու, այն եմ անելու, բայց լուծումը չի գտնում։ Կոնկրետ հարված հասցնի, ինչ պատասխան կստանա։ Իսկ դա կարող է իսկապես շատ ծանր պատասխան ստանա։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Թեհրանը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից ցանկացած նոր հարձակում, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների մասնակցությունը նման գործողություններին իրանական զինված ուժերի կողմից կարժանանա վճռական եւ համաչափ պատասխանի։ Նման քայլերի հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են դրանց նախաձեռնողները։ Այսինքն հիմա հասկանում եք, թե ինչու համար Դոնալդ Տրամփը վստահ չի, որ բանակցությունում ունենալու են հաջողություններ։ Սա է, որովհետեւ վիճակը։ Հիմա մի հատ բան Facebook-ը հիշացրեց, տեսնեմ, եթե ժամանակ ունենք, ուրեմն 3 օգոստոս, այսինքն այսօր 2014 թվական, շատ մեր այսօրվա թեմաների հետ առնչվող հարց է, դրա համար ուզում եմ հիշեցնեմ, որտեղից եկանք, որ այսօրում հայտնվեցինք։ Ինչու պատերազմին անպատրաստ Ալիևը հափշտապ պատերազմ է հրահրում։ Ղարաբաղյան պատերազմում պարտվելուց հետո երկրորդ անգամ պատերազմ հրահրել ու պարտվելը կործանարար կլինի ոչ միայն Ալիևի, այլև Ադրբեջանի համար։ Սա Ալիևն էլ է հասկանում։ Ուստի նա տեսնելով, որ Հայաստանում իշխանության է եկել իր գաղափարական երկվորյակը Դենժանակ Սերժ Սարգսյանն է։ Իրպես խաղամոլ ու փողապաշտ արդեն ձևը գտել է մեր դեմ պայքարելու։ Նա անընդհատ բարձրացնում է իր ռազմատենչ ռետորաբանության տոնայնությունը, բայց դրան զուգահեռ չի պատրաստվում պատերազմել, իսկ բացատրությունը շատ պարզ է։ Ադրբեջանը նավթադոլարների միջոցով հզորանում է, նյութական միջոցներ կուտակում, բնակչությունն աճում է, ռազմական ծախսերն ամեն տարի շեշտակի ավելանում, աշխարհի ուժի կենտրոնների հետ հարաբերությունները գնալով բարելավում։ Սրան զուգահեռ Հայաստանը Սերժ Սարգսյանի նախաձեռնողականության շնորհիվ թուլացել է, երկիրը թաղվել է պարտքերի մեջ, արտագաղթը հասել է ահագնացող չափերի, ռազմական ծախսերը չեն կարող Ադրբեջանի հետ համահունչ ավելանալ, աշխարհի ուժի կենտրոնների հետ հարաբերությունները փչացել են այն աստիճան, որ բոլորը ցանկանում են մեզ պատժել, իսկ մեր միակ ռազմավարական դաշնակիցն էլ մեզ շահերի հաշվին ցանկանում է Ադրբեջանին սիրաշահել։ Չմոռանանք, որ 14 թվականին արդեն
Հայաստանը թռել էր Ռուսաստանի գիրկը, անգամ 14 թվականի օգոստոսի, արդեն ԵԱՏՄ-ի փաստաթղթերն էր ստորագրած մայիսի 29-ին։ Այս պարագայում Ալիևին մնում է իր ժողովրդին բացատրել, որ բավական է մի քանի տարի էլ այս տենդենսը շարունակվի, այլևս պատերազմելու կարիք չի լինի, այլ պարզապես հաղթարշավով կմտնեն ու կվերցնեն Ղարաբաղն էլ անվտանգության գոտին էլ։ Իսկ այդ ժամանակ դիմադրողականությունը կորցրած Հայաստանը կլինի որևէ ուժի կենտրոնի մասնաճյուղ, ձայնազուրկ ու իրավազուրկ, այսինքն ոչ թե իրենք են հաղթելու պատերազմում, այլ Հայաստանն է պարտվելու խաղաղ պայմաններում։ Երկու կողմն էլ հասկանում է, որ անհաջող դիվերսիոն գործողություններից հետո Ալիևը չի կարող հետ քաշվել ու սսկվել։ Մի քանի հատ դիվերսիոն գործողություն կատարեցին սահմանին, քանի որ դրանով կվտանգի իր աթոռի ամրությունը, ուստի զինադադարի ստատուս քվոն պաշտպանել այլևս հնարավոր չէ, քանի որ դրանով հնարավոր չի լինի պահպանել երկու բռնապետերի հավերժ պաշտոնավարելու ստատուս քվոն։ Իսկ դա հուշում է, որ առաջիկա հանդիպման ժամանակ Ալիևը Սարգսյանի շանտաժի է ենթարկելու պատերազմի վտանգով, պարտադրելու է գնալ զիջումների, իսկ վերջին բոլշևիկը Սերժ Սարգսյանի Նարիմանովից բացի են մյուս անունը, փորձելու է նրանից երաշխիքներ ստանալ, որ դրսի ուժերի համաձայնությամբ կպահպանի աթոռը, որպեսզի զիջումները հնարավոր լինի ամրապնդել։ Այնպես որ ավելի լավ է ամիսներով բծախնդրորեն իշխանափոխության ճանապարհային քարտեզ մշակել, Սերժ Սարգսյանի գործակալների աչքից ու ականջից հեռու, որպեսզի հնարավոր լինի հաշված օրերի ընթացքում գահանկեց անել նրան, առանց լուրջ ցնցումների եւ վտանգելու մեր երկրի անվտանգությունը, քան փորձել անհամբեր ու անհաշվենկատ քայլերով մի քանի օրում հաջողության հասնել, բայց արդյունքում տարիներով չկարողանալ այդ հարցը կյանքի կոչել, ինչպես մեզ հուշում են անցյալի անհաջող փորձերը։ Ընդամենը 14 թվականին ասում էինք, որ այս ամեն ինչը տանելու է այն նրան Արցախի եւ անվտանգության գոտու կորստի, եւ նաեւ Ադրբեջանը զինվում էր եւ միջազգային հանրությանն այդ աշխատանքեր տանում, մենք էլ զարմացանք, թե 44 օրյա պատերազմ առանձնապես իրանց չկոտորեցին մեր շահերը պաշտպանելու, այն դեպքում երբ որ մենք այդ հույսը ունենք, որտեղ նախապես արդեն փչացրել էինք այդ հարաբերությունները աշխարհի հետ, եւ բացի դրանից հարց առաջացավ, Ադրբեջանը էլի կարող էր մտածել, որ մի քիչ էլ կհզորանա եւ առանց փամփուշտ կրակելու կգրավի, բայց Նիկոլ Փաշինյանն էլ բացատրեց, հա, էլի հանձնեմ առանց փամփուշտ կրակելու, պատրաստ եմ հանձնել, բայց ով կթողի որ հանձնեմ, բա որ պատերազմ չլի, զոհեր չլինեն, ինձ ով կթողի դա անեմ։ Այսինքն ինքը գիտեր, որ հանգիստ էլ հանձնելու է։ Ադրբեջանի ծրագիրը Սերժ Սարգսյանից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է կյանքի կոչեր։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը աթոռին չնստած ասում էին, եկել ա որ Ղարաբաղը հասնի, դե իրանք գիտեին ինչ խաղի մասին է խոսքը, այդ մենք հետո գլխի ընկանք, չնայած վերլուծական առումով 10 քանի տարի առաջ գիտեինք, թե մեր գլխին ինչ են բերում։ Այնպես որ ժողովուրդ ջան, այս վիճակում ենք հայտնվել ու տեսնում եք, թե ինչու ենք հայտնվել։ Ու պետք չէ այսօրվա արածները սրբագրեն անցյալի նախկինների արածով, ոչ թե նախկինները սրբագրեն իրանց արածները այսօրվա իշխանության հարով։ Երկուսն էլ սխալ են ժողովուրդ ջան։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։